Սասնա Ծռեր խմբի անդամները զենքերը վայր կդնեն միայն այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի նախ նրանց հետ, հետո էլ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր այս մասին հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Սեֆիլյանը հայտարարել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ։ Անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված եւ հարգված անձինք են։ Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո եւ փոխանցել, որ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը եւ շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ եւ իր մեջ։ Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է։ Այս մասին ըստ հիմնադիր խորհրդարանի հայտարարել է կալանավորված ազատամարտիկը, պնդելով զինված խմբին հանդիպելու իր պայմանը։ Շենքշինություններ գրավելու մտադրությամբ զինված խմբեր ձևավորելու մեջ մեղադրվող Սեֆիլյանն իր հայտարարությունը եզրափակում է ասելով, որ չնայած իշխանությունները համաձայնության չեն գալիս եւ քաղաքացիների դեմ անողոք մեթոդներ են կիրառում, այդուհանդերձ ինքը շարունակում է մնալ բաց գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը։ Սեֆիլյանի հայտարարության վերաբերյալ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Երեկ ուշ գիշեր Սարիթաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների ու քաղաքացիների բախումներից հետո Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Դատապարտելի է։ Ես կարծում եմ, որ ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները շատ արագ պետք է քրեական հետապնդում իրականացնեն բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, ովքեր բռնություն են կիրառել լրագրողների հանդեպ։ Սա ես խոսում եմ հիմա լրագրողների մասին, սա որևէ կերպ չի ուժեղացնում ժողովրդավարությունը եւ մեր պետությունը, մեր պետականության հիմքերը, այս հասկացվածության մթնոլորտը, այս իրավիճակը շուտ րոպե առաջ պետք է իր խաղաղանկուցալուծումը ստանա եւ որ Հայաստանում հայ արյուն չպետք է։ Սա ես կարող եմ ասել։ Զենքի բռնության իրարմամբ կապ չունի ում կողմից ոստիկանության, ցուցարարների կամ ապստամբների կամ մյուսների, ինգերողների, պատգամավորների, սա պետականությունը առաջ տանելու ճիշտ ճանապարհ չէ, սա իմ կարծիքն է։ Այսօր հայտարարություն է տարածել նաև իշխանության մաս կազմող Դաշնակցություն կուսակցությունը, կոչ անելով բացառել բռնությունները եւ գործընթացը տեղափոխել իրավական օրինական դաշտ։ Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին եւ անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակը արմատապես վերափոխելու ուղղությամբ։ Խաղաղանկուցալուծումը հնարավոր դարձնելու համար զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ օրինական մեթոդներից եւ ծայրահեղական քայլերից, իսկ իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու հասարակական կյանքը բնականon հուն վերադարձնելու համար, հայտարարությունը եզրափակում է իշխանության մաս կազմող քաղաքական ուժը։ Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությունը երեկվա դեպքերից հետո հայտարարել է, այնինչ տեղի ունեցավ անցած գիշերը կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր։ Հայտարարություն է տարածել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած նորաստեղծ համախմբում կուսակցությունը, դատապարտելով քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ վայրագ գործողությունները։ Տարակուսանք հայտնելով, որ առաջիններից մեկը հարձակման են ենթարկվել հանդարտության կոչեր անող կազմակերպիչները, կուսակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին։ Վստահություն հայտնելով, որ ապակայունացման գործընթացը լրջորեն կազդի Հայաստանի թե ներքին թե արտաքին քաղաքական գործընթացների վրա, կուսակցությունը կոչ է անում քաղաքական ուժերին համատեղել ջանքերը դուրս գալու լրջագույն ճգնաժամից։ Քաղաքացիների նաև լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները այսօր դատապարտել են նաև ԲՀԿ, ՀՀՇ, Ժողովրդավարական հայրենիք, Հայկական վերածնունդ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունները կոչ անելով իշխանություններին իրավիճակը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով։